Բարև ձեզ։ Շողակաթ հեռուստաընկերության եթերում տաղավարում շարքերթական հաղորդումն է եւ մենք շարունակում ենք քննարկել մեր գիտությանը, կրթությանը վերաբերող տարբեր խնդիրներ։ Շուրջ 1 տարի առաջ տաղավարում այստեղ սոցիոլոգ եւ հետազոտող Մարինա Գալստյանի հետ քննարկել ենք քաղաքական, քաղաքացիական որոշումների կայացման մեջ երիտասարդության ներգրավվածության խնդիրը։ Բերել ենք վիճակագրական տվյալներ։ Այսօր Մարինան տաղավարում է, շնորհակալ եմ Մարինա հրավերի ես ընդունելու համար։ Մենք այսօր խոսելու ենք այդ ներգրավվածության մեջ, այսինքն մասնակցայնության մեջ որոշումների կայացման երիտասարդների այդ գործի մեջ քաղաքացիական կրթության ազդեցությունը։ Ինչ ասել է քաղաքացիական կրթություն, Մարինա։ Ողջունում եմ, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Քաղաքացիական կրթությունը բոլոր այն գործողություններն ու գործընթացներն են, որոնք ազդում են քաղաքացու գործողությունների վրա, արժեքների վրա, պատկերացումների վրա որպես համայնքի անդամ կամ ապագա անդամ։ Սա լայն սահմանումը քաղաքացիական կրթության եւ կա ավելի նեղ սահմանումը կամ կրթության առումով նպատակադրված գործողությունների ամբողջություն է, որոնք ձևավորում են ապագա քաղաքացու կամ հենց քաղաքացու գիտելիքը, կարողությունը, հմտությունը մասնակցելու որոշումների կայացման, այսինքն ձևավորելու այդ քաղաքացիական մասնակցության համար անհրաժեշտ պատկերացումներ, գիտելիքներ, որպեսզի նա ցուցաբերի արդեն վարք ուղղված լինի հենց վարքի դրսևորմանը եւ կա իհարկե քաղաքացիական կրթության տարբեր ֆորմատներ, ձևաչափեր։ Հա, ես որքան հասկանում եմ, Մարինա, կա եւ քաղաքացիական կրթության եւ ֆորմալ, հա, ձևաչափ եղանակ եւ ոչ ֆորմալ։ Ինչով են դրանք տարբերվում։ Ֆորմալ կրթությունը իհարկե որպես ոչ միայն քաղաքացիական, ֆորմալ կրթությունը դա որոշակի կրթական ծրագրով, նպատակադրումներով, մեթոդաբանությամբ իրականացվող եւ կրթական հաստատությունում տեղի կրթական գործընթացներն են։ Ամենափայլուն օրինակը իհարկե դա հանրակրթության կամ նախադպրոցական կրթության հաստատություններում, հանրակրթության, մասնագիտական կրթության հաստատություններում քաղաքացիական կրթությունն է։ Ամենամեծ Այսինքն կրթությունը որպես առարկա է, այդպես առարկա կա։ Ոչ թե առարկա է, ինքը առարկաների խումբ է, որը պատասխանատու է մեր հանրակրթության չափորոշիչների քաղաքացիական կրթության բաղադրիչի կամ կարողունակության ձևավորման համար։ Դա հասարակագիտական բլոկի առարկաներն են եւ իհարկե ունենք առանձին հենց առարկա, որոնք անցնում են դպրոցում հասարակագիտություն, որի նպատակը հենց քաղաքացիական կրթության ապահովումն է մի քանի կոմպոնենտով։ Ոչ իմացությունը, ոչ գիտելիքը, այլ նաեւ իմացությունը։ Դրա մեջ գիտելիքը մի կոմպոնենտն է, բայց արժեքային բաղադրիչը, կարողունակությունները, եթե նայենք, ինքը մի քանի կոմպոնենտ ունի՝ գիտելիքը, կարողությունը, հմտությունը եւ արժեքային հենքը։ Դա առհասարակ հանրակրթության պետական չափորոշիչի կառուցվածքն է, բայց հենց քաղաքացիական կրթության տեսանկյունից, հատկապես դպրոցներում, ինչպես տեսության մեջ, այնպես էլ Հայաստանում կիրառվող մոտեցումն է, որ արժեքային հենքը ավելի կարևոր է, քան գիտելիքը, որովհետև օրինակ հետազոտություններ կան, որոնք ապացուցում են, որ քաղաքացիական կրթության մեջ գիտելիքի կոմպոնենտը շատ քիչ ազդեցություն ունի քաղաքացիական ներգրավվածության վրա։ Այսինքն եթե միայն գիտելիքով զինեց երեխային երիտասարդին, դա քիչ երաշխիք է ապահովելու քաղաքացիական ներգրավվածության։ Ավելի կարևոր է այդ արժեքային հենքի պահպանումը, թե ինչի համար է այդ արդարությունը։ Մեր պետական չափորոշիչում եւս որոշ արժեքներ դրված են, օրինակ արդարությունը, արժանապատվությունը որպես քաղաքացիական կրթության նպատակադրում, որպեսզի կարողանա այդ հեռահար նպատակը եւս իրացվի կրթության միջոցով։ Եվ իհարկե ոչ ֆորմալ մոտեցումը կա եւ Հայաստանում եւ միջազգային փորձում բավական քննարկվում է եւ կիրառվում է։ Դա տարբեր ոչ ֆորմալ կրթական գործիքներով կրթության ապահովումն է, որի նպատակը եւս քաղաքացուն որպես համայնքի անդամ ձևավորելն է։ Ընդ որում հետաքրքիր տարբեր ձևաչափեր կան, սիմուլյացիա, որոշակի խաղեր, այդ խաղարկայնացումը, gamification, որը ասվում է, շատ կարևոր է քաղաքացիական կրթության մեջ։ Ինչի համար, որտեղ այնտեղ պրակտիկ գործնականում երիտասարդը կարողանում է տեսնել, թե ինչպես է լինելու։ Մեկ-երկու օրինակ կարող եք այդպես ասել։ Հա, իհարկե։ Օրինակ վերջերս հենց համալսարանում, պետական համալսարանում քաղաքացիական կրթության գործիքների տոնավաճառ էր, այնտեղ բազմապիսի այդպիսի գործիքներ ցուցադրեցին։ Օրինակ կային
այդ վիրտուալ իրականության ակնոցներ, որտեղ մասնակիցը, կրթական այդ ծրագրի մասնակիցը տեսնում էր, օրինակ, ինչպես լրագրողների համար էր իհարկե, բայց այնտեղ շատ կարևոր տարր կար, թե ինչպես կարելի է լուսաբանել պատերազմական իրավիճակը, եթե դու իրականում հայտնվել ես։ Այսինքն, որպեսզի նախապատրաստել մարդուն հայտնվելու եւ գործելու նման իրավիճակներում, նման սիմուլյացիոն հնարավորություն է տրվում, այսինքն խաղերի ձևով։ Կան իհարկե բազմապիսի խաղեր, չեմ ուզի այդպես, բայց հիմնական իմաստը նա է, որ այն պրակտիկան, որը կամ այն վարքը, որ մենք ուզում ենք երիտասարդը իր մոտ ձևավորի, ընտրական վարքը կարող է լինել, որոշումների կայացմանը մասնակցություն, բանավիճելու կարողությունը, դիսկուսիա վարելու կարողությունը, բոլոր այդ խաղերը հնարավորություն են տալիս կրթական ծրագրի շրջանակներում ձևավորել, դրսևորել այդ վարքագիծը։ Օրինակ, իրական բանավեճ է տեղի ունենում, որտեղ նա պետք է տրամաբանական խոսքը կառուցի, լսի դիմացինին, արձագանքի, որը նախապատրաստում է նման իրական հանրային կյանքում արդեն իրական բանավեճերին եւ քննարկումներին մասնակից լինելու համար։ Մարինա, քաղաքացիական կրթությունը ֆորմալ կամ ոչ ֆորմալ, եղանակով ավելացնում է երիտասարդների մասնակցության չափը, երիտասարդների մասնակցայնության, այսպես ասած, հնարավորություններն է ավելացնում, թե շարժառիթը գնալ եւ մասնակցել։ Արտակարգ հարց եք տալիս, որովհետև իսկապես մոտիվացիան շատ կարևոր է։ Իրականում, ինչպես ասացի, հետազոտություններ կան վերջի տարիներին, իհարկե գիտական հետազոտությունները շատ ավելի արևմտյան հասարակությունների մասն է, բայց հստակ կա հետազոտական տվյալ, որ քաղաքացիական կրթության այդ գիտելիքի կոմպոնենտը չի ապահովում քաղաքացիական ներգրավվածության բարձր աստիճան, միայն գիտելիքը, բայց մոտիվացիան, այդ արժեքային հենքը շատ ավելի կարևոր է։ Իսկապես քաղաքացիական կրթության նպատակադրումներից առաջնայինը պետք է լինի հենց այդ շարժառիթի մոտիվացիայի բարձրացումը կամ ձևավորումը։ Ինչի համար, որովհետև ներգրավվածության ապահովման համար իսկապես մարդը պետք է հասկանա ինչ իմաստով է ներգրավում։ Այստեղ մի քիչ պետք է դիմեմ իմ մասնագիտության օգնությանը, փորձեմ ավելի պարզ բացատրել, շատ մտածող եւ հեղինակ սոցիոլոգ կա, գերմանական իհարկե դպրոցն է ներկայացնում, Յուգերն Հաբերմասը, որը միայն քաղաքացիական կրթության մասին իհարկե չի խոսել, այլ խոսել է առհասարակ հանրային կյանքի մասին, եւ նրա տեսությունը, որը կոմունիկացիա գործողության տեսությունն է, ասում է, որ այդ հանրային կյանքում մասնակցության համար պետք է մասնակիցները փորձեն փոխհամաձայնության գալ։ Շատ կարևոր է այդ հաղորդակցության հմտությունը, որը քաղաքացիական կրթության նպատակադրումներից մեկը պետք է լինի նաև, բայց կոմունիկացիան պետք է նպատակ ունենա։ Վերջնական նպատակը փոխհամաձայնության գալն է։ Կարծում եմ քաղաքացիական կրթություն ում եւ ում միջև հանրային կյանքի տարբեր դերակատարների միջև։ Եվ այդ քաղաքացիական կրթության նպատակադրումը պետք է լինի երիտասարդին զինել են բոլոր հմտություններով, որը ուղղված է հենց այդ կոնսենսուսի, փոխհամաձայնության գալուն։ Դա մեկ անգամյա գործողություն չէ։ Այդ մոտիվացիան բերում է նրան, որ եթե դու ձևավորես երիտասարդի մոտ մոտիվացիա դիմացինին հասկանալու եւ գալու փոխհամաձայնության, դա կարծում ավելի հաջող կլինի, քան եթե շեշտը դնենք միայն գիտելիքի կոմպոնենտի վրա, բաղադրիչի վրա։ Մարինա, լավ, մի փոքր քաղաքացիական կրթությունից շեղվենք, հետո կվերադառնանք։ Ըստ էության ես հասկանում եմ, որ մասնակցությունը քաղաքական եւ քաղաքացիական որոշումների կայացման մեջ երիտասարդությունը բաժանում է երկու մասի։ Այդպես ակտիվներ, եւ պասիվներ, այսինքն հետաքրություն ցուցաբերողներ։ Հիմա կարող եք ինձ ասել, թե նրանք ովքեր ակտիվ են, քիչ առաջ մենք խոսում էինք շարժառիթների ավելացման մասին, որը նրանց հիմնական շարժառիթների ինչ ձևեր կան, որը նրանց շարժառիթը, որ ավելի ակտիվ են մասնակցում քաղաքական կյանքին։ Տեսեք, իհարկե շարժառիթները տարբեր են եւ կարող ենք վերլուծական առումով երկու մասի բաժանել՝ ակտիվ եւ պասիվ, բայց տարբեր այլ չափանիշներով ակտիվների խումբը եւս բազմազան է։ Այսինքն առհասարակ երիտասարդներին հիմա շատ է քննարկում բևեռացվածությունը, ես ինքս էլ մի քանի հոդված ունեմ այդ մասին եւ այլ գիտական հետազոտություններ կան, որ երիտասարդները Հայաստանում եւ զբաղվածության ոլորտում եւ քաղաքացիական մասնակցության ոլորտում այդ բևեռացվածությունը բնութագրում է դրանց։ Դա այդպես է, բայց այս բևեռացվածությունը
կառուցվածության հետ մեկտեղ պետք է հասկանանք, որ ամեն ինչ այդպես դիխոտոմիկ, այդպես երկակի չէ, կամ пассив են կամ ակտիվ են, որովհետև հաճախ пассивությունը այդպիսիներն էլ կան, բայց կան пассивների մեջ մարդիկ, որոնք այս կամ այն բանում ակտիվ են, բայց առասարակ, հա։ Այո։ Մենք նախորդ զրույցում հիշում եք լռության պրակտիկայի մասին հակի խոսեցինք։ Բայց մեր նախորդ հաղորդման ժամանակ մենք խոստացանք հեռուստադիտողին կիսատ մնաց, հա, մեր թեման, ժամանակը չերիկեց եւ խոստացանք անդրադառնալ։ Ես հիմա մոտենում եմ այդ խնդիրներին, որոնք հա մենք անցած մեր քննարկման ժամանակ շոշափեցինք։ Այնուամենայնիվ Մարինա, կարող եք թվարկել մի քանի հիմնական շարժառիթ, որը երիտասարդներին տանում է ակտիվության։ Այստեղ տարիքային կոմպոնենտը բաղադրիչը եւ բնութագրումը կարեւոր է, ավելի փոքր տարիքային խումբը 16-ից 20 տարեկան, 18 տարեկան։ Հիմնական շարժառիթը քաղաքացիական մասնակցության դա կարողությունների, գիտելիքի ձեռքբերումն է։ Այսինքն հնարավորություն է այստեղ քաղաքացիական մասնակցության միջոցով դա կլինի կամավորություն, թե ներգրավություն տարբեր հանրային կյանքի տարբեր ակտիվություններին, որոշակի գիտելիքի ձեռքբերումն է, կարողության ձեռքբերումն է, պրակտիկայի, փորձառության ձեռքբերումն է։ Առհասարակ այս այն տարիքն է, որը փորձում է իսկապես այդ ինքնության ձևավորման մեջ է երիտասարդը եւ փորձում է հասկանալ ով է ինքը, այդ ճանապարհին ինքը փորձում է տարբեր փորձառություններ ձեռք բերել։ Ինքնաճանաչման դպրոց համարում, այո։ Եվ դրա, այո, ինքնաճանաչման, ինքնաներկայացման, ինքնության ձևավորման։ Սա դրսևորման ասպարեզ է համարում։ Դրսևորման ասպարեզ է։ Գնալով արդեն այդպես վեկտորը շարժառիթի փոխվում է դեպի մասնակցությունը որոշումների կայացմանը, որոշակի խնդիրների լուծման համար։ Այսինքն հերահար նպատակը երիտասարդը տեսնում է որոշակի խնդիրներ ամենաառաջինը համայնքում, օրինակ, որովհետև նախորդ զրույցում էլ այդ մասին նշեցինք, որ համայնքային մակարդակում ակտիվությունը եւ դրական փորձը բերում է հիմք ավելի ազգային մակարդակում մասնակցության։ Դրա համար համայնքային կյանքում որոշակի խնդիրներ տեսնելով երիտասարդը ավելի մեծ տարիքում փորձում է մոբիլիզացնել իր ուժերը, որոշակի խումբ ձևավորել եւ բարձրաձայնել այդ խնդիրների մասին։ Սա քաղաքացիական մասնակցության հենց այդ շարժառիթ այդ խնդիրներին արձագանքնելն է։ Պատերազմի ժամանակ, պատերազմից հետո եւս մենք դա տեսանք, այսինքն առաջնային մոտիվը շարժառիթը ոչ թե դեպի ուղղված է իրեն երիտասարդին, այլ համայնքին։ Շատ կարևոր է նաև քաղաքացիական կրթության տեսանկյունից, որտեղ քաղաքացիական կրթությունը շատ էլի դասագրքային ոչ գծային ճանապարհ է, ոչ ուղիղ ճանապարհ է, այլ կուտակային է։ Եվ այդ փորձի կուտակումը, որում ձախողված եւ հաջողված փորձի կուտակումը շատ կարևոր հիմք է հետագա եւ կրթության համար, որտեղ եթե երիտասարդը տեսնում է, որ ինչ որ բան իրան չի ստացվում, նա փորձում է կրթական տարբեր ձևերով, ծրագրերով բաց լրացնել եւ հաջողել հաջորդ փուլում։ Եվ եթե հաջողել է ինչ-որ փուլում, այդ փորձը ավելի այդպես ամրապնդել եւ անցնել հաջորդ մակարդակի մասնակցության։ Այստեղ մենք տեսնում ենք այդ կրթության, շարժառիթի եւ մասնակցության պրակտիկաների կապը։ Իսկապես տարիքի հետ փոփոխվում է շարժառիթները եւ բնական է նաեւ նույն մարդու մոտ կարող է ինչ-որ տարիքում մասնակցության շարժառիթը լինի, ինչպես ասեցի, այդ ինքնաներկայացումը, մեկ այլ տարիքում արդեն ուղղված է այդ հանրային բարիքի ձևավորման, որտեղ քաղաքացիական մասնակցությունը ի վերջո այդ հանրային պատասխանատվության մասին է, ոչ թե անձի շահերի իրացման մասին է, այլ հանրային որոշակի օգուտ բերել է։ Մարինա, կրթության բոլոր ոլորտներում այդպես հեղափոխական դերակատարություն ունեն տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաները, չեմ ասում արհեստական բանականությունը, որ ամբողջ աշխարհում մարդկային հարաբերություններ է անգամ, հա, այդպես վերախմբագրում, նոր փոփոխություններ է բերում։ Ինչ դերակատարություն ունեն այդ տեխնոլոգիաները քաղաքացիական կրթության մեջ եւ հասարակ քաղաքացիական նախաձեռնողականության մեջ։ Ինչպես ես նշեցի, այդ խաղարկայնացման տեսանկյունից բազմաթիվ են իսկապես գործիքները նաև, որոնք օգտագործում են այդ տեղեկատվական տեխնոլոգիաները քաղաքացիական կրթության համար։ Մեկ օրինակը, որը բերեցի, այդ վիրտուալ իրականության այդ ակնոցների կիրառումն է, բայց բազմաթիվ են այդ խաղարկայնացման ուղղված, որը հնարավորություն է տալիս հենց իմիտացիան ստեղծել են իրական մասնակցության, որում պետքա ներգրավված լինի։
երիտասարդը ընտրական վարքի վրա ազդող եւ այլն։ Մի հետաքրքիր ուղղություն էլ կարող ենք քննարկել միասին, որը եւս վերջի տարիների տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց նկատում ենք, դա բլոգինգն է կամ բլոգերությունը։ Հիմա շատ ավելի հաճախ կիրառվում է նույն ոդքասթերի, չէ, որպես գործիք։ Տեսեք, սա իսկապես կարևոր գործիք է եւ հնարավորություն է քաղաքացիական կրթության եւ քաղաքացիական մասնակցության համար։ Մի հոդված էի վերջերս կարդում, որ իսկապես ամերիկյան հասարակության մասեր իհարկե, բայց որպես գիտական իհարկե արդյունքներ ներկայացում, որ այն բոլոր կրթական ծրագրերը, որտեղ հնարավորություն է տվել մասնակցին, քաղաքացիական կրթության մասն է խոսքը, մասնակցին քաղաքական բլոգ վարել, դա բերել է քաղաքացիական ներգրավվածության աճին։ Ինչի համար, որտեղ երիտասարդը ակտիվ դերակատարություն ունի առաջին հերթին փնտրելու ինֆորմացիա, հետևողականորեն փնտրելու, կշռադատելու, այդ քննադատական մտածողությունն է եւ զարգացնում, որ ինֆորմացիան, որ տեղեկատվությունն է ավելի հավաստի, դրա մասին կոնտենտ բովանդակություն ստեղծելու, մեդիա բովանդակություն եւ դա կոմունիկացնելու հանրության հետ։ Այստեղ այսինքն իրացվում է քաղաքացիական կրթության նպատակադրումը եւ քաղաքացիական մասնակցության նպատակադրումը։ Եվ իսկապես մենք տեսնում ենք, որ այս տեղեկատվական տեխնոլոգիաների տեսանկյունից այս մի գործիքը կարող է ազդեցություն ունենալ եւ ունի ազդեցություն։ Ես վերջերս էլ դիտարկում էի, որ բավական տենդենց կա, չեմ ասի բոլոր երիտասարդների իհարկե, բայց բավական տենդենց կա, աճող տենդենց կա այդ բլոգերությամբ զբաղվելու, նաեւ ստեղծելու քաղաքացիական մասնակցության, ակտիվության վերաբերյալ որոշակի բովանդակություն։ Սա եւս հետաքրքիր է, որտեղ երիտասարդը տեսնում է հարթակ ձևավորելու համայնք։ Տեսեք, որտեղ այն համայնքը, որտեղ ինքը գտնվում է, միգուցե անհաղորդ լինի իրեն կամ ինքը չկարողանա հաղորդակցվել։ Իսկ լինելով այս ավելի, չէ, ասում ենք, այս հազարամյակի սերունդ, նրա լեզուն այդ տեղեկատվական տեխնոլոգիաների լեզուն հնարավորություն է տալիս համայնք ձևավորելու։ Իսկ համայնքը հնարավորություն տալիս այդ մոբիլիզացնող ռեսուրսը եւս ձևավորել։ Օրինակ, հիմա ամերիկյան օրինակը բերելով, հա, եւ այդ հոդվածը վկայակոչելով, մենք ոնց որ թե մի քիչ հակասության մեջ մտանք, որովհետեւ կա տեսակետ, քիչ առաջ դուք էլ պնդեցիք, որ կրթությունը գիտելիքը, հա, կամ իմացությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ։ Ես ենթադրում եմ այսպես, որքան տեղեկացված ես, որքան գիտելիք ունես, դու տեսնում ես, դու կարող ես համակվել հոռետեսությամբ, դու տեսնում ես, որ քո ակտիվությունը, քո ներգրավվածությունը, հա, քաղաքական որոշումների կայացման մեջ ոչինչ չի փոխելու։ Այս դեպքում դու բնականաբար ավելի пассив մարդ ես դառնում, հասարակական էակ, եւ հենց այդ է հարցս, բոլոր դեպքերում է, որ քաղաքացիական կրթությունը ակտիվացնում է ներգրավվածությունը քաղաքական ու քաղաքացիական որոշումների կայացման մեջ։ Տեսեք, իմ ասածը հետեւյալն էր, որ ոչ թե գիտելիքը բացասաբար է ազդում, այլ միայն քաղաքացիական կրթության միջոցով գիտելիքի կոմպոնենտի տրամադրումը երիտասարդին չի ապահովում քաղաքացիական մասնակցություն։ Սա ոչ թե բացասական ազդեցություն։ Բայց չի կարող բերել հակառակ արդյունքի։ Բավարար պայման չէ քաղաքացիական ակտիվության համար, միայն գիտելիքով զինելը։ Այսինքն եթե ուղղակի դասավանդվում է որոշակի քաղաքական համակարգի մասին, ժողովրդավարության մասին գիտելիք, դա բավարար պայման չէ ապահովելու քաղաքացիական մասնակցությունը։ Իսկ բլոգերության կոմպոնենտ, ինչի մասին ես խոսեցի, այստեղ արդեն երիտասարդը ինքն է ձեռք բերում ինֆորմացիա, ինքն է ձևավորում այդ գիտելիքը, ինքն է տրամադրում, մշակում այդ ինֆորմացիան եւ մատուցում է լսարանին այն ձևաչափով, որը կօգնի նրան համայնք ձևավորել։ Այստեղ ակտիվության տեսանկյունից այդ գիտելիքի ձեռքբերումից մինչև գիտելիքի փոխանցում երիտասարդը բավական ներգրավված է։ Այդ մոտիվացիան կա, ներգրավվածությունը կա։ Դրա համար մենք այստեղ տեսնում ենք, այդ նույն հոդվածի հեղինակները պնդում են, որ այստեղ մենք ունենք ազդեցություն քաղաքացիական ներգրավվածության առումով։ Մարինա, քաղաքացիական կրթության կարող ենք ասել, որ քաղաքացիական կրթության հիմնական նյութը դա ժողովրդավարությունն է։
Այդպիսի պնդում կարող ենք անել։ Միայն ոչ, հետաքրքիր մի մոտեցում կա, որ քաղաքացիական կրթությունը նաև կիրառվում է տարբեր տերմիններով, իսկապես բազմաթիվ սահմանումներ կա եւ անվանումներ, ժողովրդավարական կրթությունը եւս մեկն է, որպես հավասար քաղաքացիական կրթության։ Ի վերջո գիտելիքի բաղադրիչի տեսանկյունից շատ կարևոր մաս է կազմում քաղաքացիական կրթության մեջ ժողովրդավարության մասին գիտելիքը։ Բայց կարևոր է ժողովրդավարական պրակտիկաների մասին եւս գիտելիքներ տրամադրել, որը կձևավորի վարք արդեն երիտասարդի։ Ես գիտեք ինչի համար այդ հարցը տվեցի, սկսեցի մեր հասարակության մեջ այդպես մի ծայրեղությունից մյուսում հայտնվելու այդպես արդեն ավանդույթ է ձևավորվում։ Ենթադրենք թե մենք շեշտը դնում ենք ազգային կրթության վրա եւ քաղաքացիական կրթությունը այդպես համարում ենք անկարևոր բան, հետո հանկարծ որոշակի քաղաքական իրադարձություններից հետո ազգայինը այդպես մղեցինք երկրորդ պլան եւ ավելի շատ ժողովրդավարական արժեքներ, քաղաքացիական կրթություն եւ այլն։ Իրականում, չգիտեմ, հավասարակշռություն է պետք եւ ես կարծում եմ, որ դրանք իրար չեն հակասում եւ չեն բացառում, մինչդեռ մեր կարգի երկրներում, այդպես անպայման մի տեղից մյուսն ենք թռչում։ Ես ուզում եմ հասկանալ, քաղաքացիական կրթության բաղադրիչ կարող է լինել նաև ազգային նկարագրի ձևավորումը։ Ոչ միայն, այլ պետք է եւ մեր հանրակրթության պետական չափորոշիչում այդպես ամրագրված է եւ շրջանավարտների նկարագրի մեջ եւ կարողունակությունների մեջ, որ ազգային ինքնության ձևավորումը հանրակրթության նպատակներից մեկն է։ Եվ ոչ միայն քո ազգի, հայ ազգի նկարագրի եւ ինքնության ձևավորումը, այլ ազգի եւ համաշխարհային այս գլոբալ տենդենսներում տեղի մասին։ Օրինակ, չգիտեմ ինչքանով է ռեալիստիկ, պետք է խորքային ուսումնասիրենք, հասկանանք, բայց ամեն դեպքում հանրակրթության պետական չափորոշիչը նման նպատակադրում կա, որ շրջանավարտը պետք է կարողանա իմանալ ինքնով է, ձևավորի այդ ազգային ինքնությունը եւ հասկանա, վերլուծի այս համաշխարհային տենդենսների մեջ որտեղ է գտնվում Հայաստանը, հայ ժողովուրդը։ Իսկապես կարեւոր է, ավելին քաղաքացիական ինքնության, քաղաքացիական կրթության մի սահմանումներից մեկը դա քաղաքացիական ինքնության ձևավորումն է։ Սա շատ կարևոր է, որտեղ ինքնությունը դա ստատիկ գործընթաց չէ, ինքը դինամիկայի մեջ է, ինքը անդադ զարգանում է, ձևավորվում է, փոփոխվում է։ Սա կարևոր է եւ երբ մենք ֆիքսում ենք, որ քաղաքացիական կրթության նպատակը նաեւ քաղաքացիական ինքնության ձևավորումն է, մենք շատ կարևորում ենք այստեղ նաեւ այդ փոփոխվելու հատկությունը, բայց չկորցնելով հարմարվելու։ Լավ իմաստով, որտեղ մենք հարմարումը դե տարբեր ձև ենք, բայց արձագանքելու տեսանկյունից։ Եվ կարևոր բաղադրիչը քաղաքացիական ինքնության, դա ազգային ինքնությունն է, այսինքն դա այն ֆունդամենտն է, հիմքն է, որի վրա կառուցվում է, արժեքներն են, որի վրա կառուցվում է նաև քաղաքացիական կրթություն, այսինքն այստեղ ոչ թե ունենք հակասություն, այլ մենք ունենք Չէ, ունենք հակասություն, մինչդեռ պիտի ունենայինք համադրում եւ ոչ թե հակասություն։ Հա, բայց ամեն դեպքում փաստաթղթավորված որպես նպատակադրում քաղաքացիական կրթության, մենք տեսնում ենք, որ այդ ազգային ինքնության ձևավորումն է եւ զուգահեռ դրան նաև քաղաքացիական ինքնության ձևավորումն է։ Պարզ է հետաքրքիր է նաև վերլուծել հասկանալ արդյոք դա այդպես է թե չէ։ Մենք տեսնում ենք տարբեր դրսևորումներ եւ բախումներ այստեղ։ Ինչի, որովհետեւ կարծում եմ այդ փոփոխության բաղադրիչը որտեվ հարմարվելը դա իսկապես ակտիվ process է, երբ որ իրականությունը փոփոխվում է, դու պետք է կարողանաս արձագանքել։ Արձագանքել նշանակում է փոխել որոշակի բաներ քո ներսում եւ արտաքին աշխարհում։ Սա կարևոր գործընթացներ են, բայց երբեմն իսկապես հմտություններ կամ այդ իմաստների կորուստը կարող է բերել նրան, որ կողմնորոշում օրինակ երիտասարդը կորցնի ինչ-որ պահից, որը պետքա պահել, որը պետքա փոխել։ Սա իսկապես կարծում եմ նաև մեր հանրակրթության հիմնական առանցքներից պետք է դառնա այդ փոփոխվելու հմտություն, ադապտացվելու հմտությունը ձևավորելը, որը հեշտ իրակե գործընթաց չէ եւ իսկապես շատ ուսումնասիրություններ կան նրան ուղղված, թե ինչն է նպաստում որպեսզի երիտասարդը կարողանա այդ ակտիվ հարմարման գործընթացում լինել։ Այստեղ իհարկե անցյալ մեր զրույցում էլ խոսեցինք, որ երիտասարդի մոտ այդ անկախության
եւ մտավոր անկախության ունակությունը կամ փաստը կարեւոր է, որը եւս պետք է լինի այդ քաղաքացիական կրթության նպատակադրումներից մեկը։ Ինչքանով ենք մենք կարողանում իսկապես վերլուծող անհատ ձևավորելը, համակողմանի զարգացած անհատ ձևավորելը։ Մենք տեսնում ենք, որ նույն կրթության բաղադրիչում ոչ միայն քաղաքացիական կրթության, այլ առհասարակ գիտելիքի կոմպոնենտը ոչ միայն քաղաքացիական կրթության հաճախ չի յուրացվում երիտասարդների կամ երեխաների կողմից եւ այդ աշխարհի պատկերն է կորցնում երիտասարդը գիտի միայն ինչ որ նեղ բաներ, բայց լայն բաներ եւս մենք պետք է սովորացնենք երիտասարդին, որը հնարավորություն է տալիս նաեւ տարբեր փորձառություններին ծանոթանալ, այլ իրպես երիտասարդը ինչպես է վարվում տարբեր իրավիճակներում, որտեղ երիտասարդը ըստ էության այդ փորձառություններ ձեռք բերող մարդն է, չէ՞, նոր է ձեռք բերում, դեռ չունի տարբեր փորձառություններ, եւ ինչքան շատ է իր փորձառությունները եւ դեպարտը դրական, այնքան նա զինված է այդ աշխարհի փոփոխություններին արձագանքելու ունակությամբ եւ վստահությամբ։ Իսկ այդ հարստությունը, այդ կարողականությունը գնահատելու, այսինքն քաղաքացիական կրթության արդյունավետությունը գնահատելու գործիքներ կան, թե չէ, պարզ է, չէ, ասենք մնացած բաները հեշտ են ավելի, ինչպես դուք եք ասում, մաթեմատիկան ավելի հեշտ է ստուգել, գիտի թե ոչ։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս, իսկապես կարևոր է, ոչ միայն հետազոտական տեսանկյունից, որովհետև հետազոտողների կարող են ունենալ տարբեր չափման, ի վերջո սոցիոլոգիան հնարավորություն է տալիս տարբեր չափման մեխանիզմներ եւ մեթոդներ կիրառել։ Դրանցից մեկը օրինակ այդ սուբյեկտիվ ընկալումների կամ իմաստների հետազոտելն է։ Ի վերջո երիտասարդը, որը քաղաքացիական կրթության որոշակի գործընթացում է ներգրաված եղել, ֆորմալ, ոչ ֆորմալ, ինչ իմաստ է տեսնում առհասարակ քաղաքացիական մասնակցության մեջ, օրինակ նրա մոտ ձևավորվել է այդ արժեքը մասնակցելու, այդ փոխհամաձայնության գալու, եւ երբեմն հասկանում ենք, որ օրինակ երիտասարդ, որը բավական ակտիվ ներգրաված է տարբեր գործընթացներում քաղաքացիական կրթության, այդ արժեքը չի կիսում, նա չի հասկացել, ինչպես ասում են, ամենակարևորը, որը այստեղ ոչ թե պետք է օրինակ ակտիվ լինել կամ пассив լինել, այլ պետք է ձգտել քեզ նման այլ երիտասարդի կամ մեկ այլ իրավիճակում տարբեր տարիքային խմբերի հետ այդ երկխոսելու կամ բանավիճելու, բանակցելու, համաձայնության գալի հմտությունը կամ նպատակադրումը, այսինքն փորձել փոխհամաձայնության գալ։ Այս տեսանկյունից օրինակ որպես արդյունավետության չափման ձև կարող եմ նշել դա, հասկանալ ինչքանով է երիտասարդը հասկանում դրա արժեքը, ինչքանով է կրում դա։ Սա մեկ ուղղություն, իհարկե քաղաքացիական մասնակցության չափման չափը նույնպես կարող է։ Այո, կարևոր է, որքանով է օրինակ մասնակցում եւ ավանդական ձևերին, օրինակ ընտրություններին մասնակցում, առաջադրվում, ինչքանով է ծանոթ օրինակ որպես ընտրող արդեն քաղաքական տարբեր ուժերի, ծրագրերին, գաղափարախոսություններին կամ կուսակցության անդամ դառնալ, չդառնալ, դրանք չափեր են քաղաքացիական մասնակցության առումով։ Բայց եթե հիշում եք անցյալ անգամ էլ այդ մասիների խոսեցինք, որ հաճախ пассивությունը չի նշանակում, որ օրինակ անտարբերություն եւ անկարողություն, այսինքն կարող է երիտասարդը իսկապես քաղաքացիական այդ կրթության եւ արժեքը համակարգը արդյունքում քաղաքացիական կրթության արժեհամակարգը կրող լինի, բայց նախընտրի ակտիվություն չցուցաբերել։ Այստեղ կարևոր է այդ քաղաքացիական կրթության հետազոտման եւ արդյունավետության չափման մեջ իսկապես հասկանալ ինչքանով է երիտասարդի մոտ ձևավորվել արժեքային հենքը, որքանով է նա հասկանում իմաստը, որքանով է հասկանում, որ ինչքանով է կարևոր դիմացինի հետ երկխոսելու եւ իրար հետ միասին որոշակի համատեղ որոշում կա, այսինքն այդ թեթև բան է թվում, չէ, այդպես մեզ թվում է այդպես հեշտ է, բայց իրականում իսկապես ամենամեծ խնդիրը այստեղ է գալի, որտեղ իրականության այդ բախվելը հենց այստեղ է առաջանում, որ երիտասարդը, որը միգուցե օրինակ բավական ակտիվ է եղել, օրինակ հասարակագիտության դասերին, թվում է այդ գիտելիքը կրողն է եղել, բայց երբ որ պրակտիկայում պետքա ձգտի հասնել այդ փոխհամաձայնության կամ համաձայնության, իր մոտ դա չի ստացվում։ Եվ մենք պետք է այստեղ արձանագրենք, որ միգուցե քաղաքացիական կրթության գործընթացներում բաց թողումը իսկապես այստեղ է եղել, որ ոչ թե պետք է շեշտադրել այդքան շատ գիտելիքը, որքան էլ միջավայրը եւ
գործնականում կիրառելու այդ իմիտացիան անելու իրական մասնակցության, իմիտացիա ոչ թե վատ իմաստով, այլ հնարավորություն տալու պրակտիկ կիրառելու։ Նույն հանրակրթության դպրոցներից, հանրակրթական դպրոցներից խոսեցինք, տեսեք, աշակերտական խորհուրդները եւս նման հարթակ են աշակերտների մոտ այդ ժողովրդավարական պրակտիկաների ձևավորման համար։ Մենք կարող ենք օրինակ հետազոտել այն երեխաները, երիտասարդները, որոնք հասարակագիտության առարկայում սերտում են, սովորում են, գիտելիք են ձեռք բերում ժողովրդավարության վերաբերյալ, ինչքանով են կիրառում։ Եվ մենք տեսնում ենք այստեղ իրենց հենց անմիջական շրջապատում։ Հենց անմիջական։ Ինչքանով եւ այստեղ մենք տեսնում ենք, որ մի կոմպոնենտի վրա շեշտադրումը չի երաշխավորում հաջողության։ Այստեղ կարեւոր է իսկապես հասկանալ քաղաքացիական կրթության իրականացման միջավայրը, ինչքանով է մասնակցում այդ կրթության մեջ։ Սա եւս չափանիշ է քաղաքացիական կրթության արդյունավետության գնահատման համար։ Երավ Մարինա, մեր ժամանակը ցավոք սրտի սպառվեց։ Շնորհակալ եմ մեկ անգամ եւս, որ ժամանակ տակ եկաք եւ այս զրույցը ունեցանք։ Հաջողություն եմ մաղթում ձեր հետազոտությունների, ձեր գործունեության մեջ։ Ես էլ եմ շնորհակալ։ Իսկ մենք շարունակենք տաղավարի եթերում քննարկել մեր կրթության եւ գիտության խնդիրները ամենատարբեր դիտանկյուններից։